իշխանությունները երկու տեսակի վախ են տարածում մարդկանց մեջ։ Ուրեմն ինչ են անում։ Նախ ամեն ինչ անում են վախացնեն, որ մարդկանց հեռու պահեն ընտրություններից։ Հնարավորինս շատ մարդ վախեցնեն ու ամեն մեթոդի էլ դիմում են։ Գնում են տները, սպառնում են մարդկանց, որ հանդիպումների ժամանակ դուրս չգան։ Սպառնում են, որ կհեռացնեն աշխատանքից ոչ միայն այդ կոնկրետ մարդուն, այլ նրա ազգականին, քրոջը, եղբորը, ընկերոջը, սպառնում են հետապնդումներով, ով էլ որ թեկուզ մի փոքր բիզնես ունի, հարկայինն է արդեն միանում գործին, խոշոր չափերի տուգանք է նշանակվում որպես պատիժ։ Սրանից բացի նաև ամբողջ ժողովրդին սպառնում են պատերազմով, որ իբր եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա լինելու է պատերազմ։ Այս ամենն էլ Ադրբեջանի հետ համաձայնեցված է։ Դրա համար նրանց սարքել են մեր ընտրություններում որպես գործոն։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ասել, որ դուք հանկարծ չվախենաք, այս իշխանությունն է վախենում ձեզանից։ Ամեն մարդուց, ամեն ձայնից վախենում է, որովհետև մենք բոլորս ենք որոշողը եւ չպետք է թողենք, որ ուրիշները որոշեն։ Դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանը, այս իշխանությունը ամեն ինչ անում են, որ դուք կամ չգնաք ընտրության, մտածեք ամեն ինչ որոշված է, կամ ընտրեք վախերից ելնելով, իսկ մենք ասում ենք, որ պետք է ընտրել հանուն հույսի ու հավատի ու հանկարծ չվախենաք։ Հայաստանում չկա հարց, որ մենք ինքներս չկարողանանք լուծել ու չպետք է թողնենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն։